Արեք բողոքի ակցիաներ թող անեն մարդիկ, ասեն 500 մանկապարտեզին չեք կառուցում։ Պետական բյուջեի փողերը անիմաստ ծախսում եք, 300 դպրոցին չեք կառուցում, պետական, բայց չէ որ մեր բաները հաստագլուխ եւ հաստավիս բարեգործները այսքան բարեգործություն են արել, դուք ինչի համար եք պետական միջոց, այդքան ճանապարհին չեք կառուցում, այդքան ջրագիծին չեք կառուցում, այդքան լուսավորությունին չեք կառուցում։ Բա մեր բարեգործները այսքան բարեգործություն են արել։ Թոշակներին չեք բարձրացնում, մեր բարեգործները մեզ բրինձ են բաժանում։ Այսինքն դուս եկեք այդ դրան, ովքեր են այդ մարդիկ ընդհանրապես, ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ իրաց կոռուպցիոն հովանավորները չլինեին, այսօր միջին վիճակագրական, միջին խավի ներկայացուցիչ կամ կլինեին կամ չէին լինի։ Ինչ վերաբերվում է կալուգային, մարդը որտեղ գործունեությունա ծավալել եւ իր հիմնական հետաքրքրություն ունի տնտեսության մեջ հետաքրքրությունների հիմնական կենտրոն։ Այդ մարդու հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Եվ դա հանրահայտ փաստ է։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ձեր նշած մարդը ընդհանրապես ոչ падգամավորի տեխնացուի է, ոչ վարչապետի, ինքը չի կարող լինել տեխնացու։ Չի կարող լինել տեխնացու։ Այսինքն այդ մարդը պատահական անցորդ է, որը հայտարարում է, որ ինքը ինչի տեխնացու է։ Ասենք այն մյուսները, ովքեր կենտրոնական դրական հանձնաժողովում գրանցված են որպես падգամավորի տեխնացու, իրանք վարչապետի տեխնացու կարա ցանկացած մեկը լինի, որովհետև վարչապետի տեխնացուի համար պարտադիր է падգամավորի տեխնացուին առաջադրվող վավերապայմանները։ Եթե որևէ մեկը չի կարող լինել падգամավորի տեխնացու, ինքը չի կարող լինել նաև վարչապետի տեխնացու։ Այսինքն դուք մի կողմից ասում եք ինչ եք, Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս չէ, որ ինքը ասեցին ձայները չեն տալու եւ այլն, այդ ձեր նշած մարդը ընդհանրապես կապ չունի, ոչ վարչապետի տեխնացու է, ոչ падգամավորի, չի կարող լինել, սահմանադրությունը արգելում է այդ մարդուն լինել վարչապետի տեխնացու եւ падգամավորի տեխնացու։ Այսինքն fake news-ից պրծանք, հիմա էլ fake տեխնացուների ձեռն ենք ընկնելու։ Այդ մարդը fake տեխնացու է, fake տեխնացու։ Այսինքն ինքը հիբրիդային fake տեխնացու է։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ հիբրիդային fake տեխնացու են բերել Հայաստանի Հանրապետությունում բանանելու համար, օգտագործելու համար։ Չի կարող լինել